Շատերի համոզմամբ ամբողջ աշխարհը այսօր երրորդ համաշխարհային պատերազմի մեջ է։ Եվ այս մասին են վկայում տարբեր երկրների առաջնորդների կողմից, հատկապես արևմտյան, Միացյալ Նահանգների, Եվրոպայի, ինչու՞ չէ նաև որոշ դեպքերում Ռուսաստանի առաջնորդների կողմից հնչող հայտարարությունները, որոնցով նրանք փաստացի հաստատում են, որ գոյություն ունի ամբողջ աշխարհի, այսպես ասենք, համաշխարհային պատերազմ, որը իր բնույթով գուցե տարբերվում է երկրորդ կամ առաջին համաշխարհային պատերազմներից, բայց ըստ էության մենք գործ ունենք 6-րդ աշխարհի վերաբաժանման կամ աշխարհի 6-րդ վերաբաժանման հետ, երբ որ միլիոնավոր մարդիկ են զոհվում, տարածքներ են գրավվում, դժբախտանում են ազգեր ու ժողովուրդներ, այդ թվում նաև հայերը։ Եվ այս ամենի մեջ վերջերս նկատեցի մի գերմանահայ լրագրող աղջկա, Կարոլին Նեոման անունով հայուհու մի այսպես հայտարարությունը, որտեղ հայ աղջիկը խոսում էր այն վտանգների մասին, որոնք ինքը նկատել է եվրոպական հանրության մեջ։ Խոսքը ֆաշիզմի վերադարձի կամ ընդհանրապես մարդկային արժեքների նկատմամբ հարաբերական մոտեցման մասին է։ Մասնավորապես վերջերս գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի լրագրողը Միխայել Մարտինես այսպես հարցեր է ուղղել տարբեր երկրների առաջնորդներին, այդ թվում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն, եւ հարցը մոտավորապես այսպիսին է, կամ մոտավորապես չէ, բառացի այսպիսին է. մենք եվրոպացիներս ինչով կարող ենք ձեզ օգնել, որ դուք ավելի շատ ռուսների սպանեք։ Իսկ ովքեր են այդ գաղափարի կրողները եւ տարածողները։ Հիմնականում գերմանական մեդիան, հիմնականում այն երկիրը, որը մոտավորապես 80 տարի առաջ ֆաշիզմի հեղինակն էր։ Ֆաշիզմը պատահական չէր։ Ֆաշիզմը Գերմանիայում առաջ եկավ 1918 թվականի առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո, երբ որ նվաստացվեց գերմանական ժողովուրդը, Գերմանիան պարտություն կրեց, Անտանտի երկրները հաղթելով սկսեցին տարբեր կերպ նվաստացնել գերմանացիներին, Գերմանիան, ոչ միայն, բայց հիմնականում Գերմանիան, եւ դրանից առաջացավ այսպես նվաստացած ժողովրդի, նվաստացած հասարակության մոտ ըմբոստանալու ցանկություն։ Եվ ի վերջո ծնվեց Հիտլեր, որը դարձավ չարիք, համաշխարհային չարիք, երկրորդ համաշխարհային պատերազմ, տասնյակ միլիոնավոր մարդկանց մահեր։ Հիմա մենք տեսնում ենք, որ Եվրոպայում կարծես թե ֆաշիզմը ոչ միայն սահմանափակվել է Գերմանիայում կամ վերացել է, այլև տարածվել է ամբողջ Եվրոպայով մեկ։ Մենք տեսնում ենք, որ այդ չարիքը դարձել է Եվրոպային սնող հիմնական աղբյուրներից մեկը։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ Եվրոպան այսպես փորձում է ամեն կերպ օգնել Ուկրաինային եղբայրասպան պատերազմում։ Եվ ոչ թե կրկնում եմ իր տարածքները պահպանելու, Ռուսաստանի դեմ պայքարելու, թույլ չտալու, որ Ռուսաստանը գրավի Ուկրաինայի այս կամ այն տարածքը, այլ ավելի շատ ռուսների սպանելու համար։ Իսկ ինչից է ծագել ռուս-ուկրաինական պատերազմը։ Դա այո, Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, բայց ինչպես Պուտինն էր սիրում ասել, երբ պայքարը, երբ բախումը անխուսափելի է, ապա առաջինը դու պետք է խփես։ Այդ ճանապարհով էլ գնաց Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան զինում էին Ուկրաինային, Ուկրաինայի տարածքում փորձում էին տարբեր տեսակի հարձակողական սպառազինություններ տեղակայել, որպեսզի կարճ ժամանակ հետո երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեր Ռուսաստանի քթի տակ եւ Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ահա Ռուսաստանն ինքը առաջինը հարվածեց։ Այստեղ չեմ ուզում Ռուսաստանի կամ Ուկրաինայի որևէ մեկին ճիշտ կամ սխալ հանել, որովհետեւ ոչ մեկն էլ մեր համար ինչ որ առաջնային նշանակության չեն։ Թեպետ հանուն արդարության պիտի ասեմ, որ Ուկրաինան մշտապես գոնե վերջին 30 տարիներին եղել են Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից եւ մշտապես զինել ու օգնել են։ Չմոռանանք 20 թվականի պատերազմի ժամանակ սպիտակ ֆոսֆորը, որը Ուկրաինան տրամադրել էր
Ադրբեջանին եւ որը հարյուրավոր հայ զինվորների, հայ կամավորների մահվան ու վիրավորումների պատճառ դարձավ։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ աշխարհում հարաբերականության վրա է։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ աշխարհում բարոյականությունը, արժեքային համակարգը, մարդասիրությունը, հոգևոր արժեքները մարդկության, մարդկանց մոտ այն արժեքը չունեն, եթե դա իրենց ձեռնտու չի։ Այսինքն, եթե երեք ձեռնտու էր ֆաշիզմի դեմ պայքար եւ միավորվել, այսօր ձեռնտու է օրինակ ֆաշիստական գաղափարներ։ Եվ ամենավին էլ այստեղ Եվրոպայի համար կարևոր չի։ Ուկրաինան, ուկրաինացիները կզոհվեն, չեն զոհվի, կլինեն, չեն լինի։ Կարևորը, որ իրենք կարողանան ավելի շատ ռուսների սպանել։ Իսկ ինչու ավելի շատ ռուսների սպանել, ամեն ինչ հարաբերականության մեջ է։ Եթե ձեռնտու է, որ մի դեպքում ֆաշիզմը դառնա չարիք, դառնում է չարիք։ Եթե ձեռնտու է, որ մի դեպքում փաստացի ֆաշիզմը, իսկ ասել, ինչ անենք, որ ավելի շատ ռուսների սպանենք, դա փաստացի ֆաշիզմ է։ Եվ այս ֆաշիզմը այնուամենայնիվ որևէ խնդիր չի դնում փրկել Ուկրաինան, խնդիր է դնում ոչնչացնել Ռուսաստանը եւ թքած թե Ուկրաինան այդ ճանապարհին ինչ կլինի։ Սա է ֆաշիզմի նպատակը։ Եվ այդ ֆաշիզմը այսօր մտնում է նաեւ կամ գուցե մտել է նաեւ Հայաստան։ Եվ դուք տեսնում եք, որ Հայաստանը եւս արագ տեմպերով գնում է դեպի կառավարման այդ ճանապարհը։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր երկրում եւս բարոյական, հոգևոր, ազգային արժեքները հարաբերական հարթության վրա են։ Եթե ձեռնտու է, որ երեք Արցախը լիներ անբաժան մաս մեր հայրենիքին, եւ ժողովուրդը, եւ իշխանությունը, եւ քաղաքական գործիչներն ասում էին այդպես։ Դարձավ ձեռնտու, որ Արցախը հռչակվի որպես Ադրբեջան, ահա մենք տեսնում ենք մեր հանրության մեջ, ահա այդ մոտեցման տարածում, որ շատերը ասում են, մարդիկ, ովքեր երեք ասում էին Արցախը Հայաստան է, այսօր ասում են Արցախը Ադրբեջան է։ Սա է հարաբերական մոտեցման խնդիրը եւ սա անբարոյականությունը։ Եթե երեք ասվում էր այդ մարդկանց համար ձեռնտու էր ասել, որ Ադրբեջանը կամ Թուրքիան թշնամի են, եթե երեք չմոռանանք օրինակ 19, 20, 21 թվերին, 20 թվին, երբ մարդիկ հայտարարում էին, որ Թուրքիան Հայաստանի համար գոյութենական սպառնալիք է եւ նոր ցեղասպանություն է ուզում անել, դերձոր է ուզում անել, ապա այսօր այդ նույն մարդիկ կարող են անամոթաբար իրենց թույլ տալ ասել, որ Թուրքիան մեզ համար գոյության հնարավորություն է եւ ասել, որ այսօր Թուրքիան մեզ համար, այդ մարդկանց համար, իրենց կարծիքով Հայաստանի համար ավելի ձեռնտու է, քան ասենք Ռուսաստանը։ Այսինքն ամեն ինչ, այդ թվում բարոյականությունը, կանգնած է հարաբերականության վրա։ Եթե երեք պետական պաշտոնյան օրինակ ինձ մոտ դպրոցի տնօրեն, չգիտեմ, քաղաքապետ, փոխքաղաքապետ կամ որևէ այլ чиновник կարող էին նստել եւ ասել, որ գիտես, այս իշխանությունները չարիք են Հայաստանի համար, որովհետեւ կործանում են Արցախը, Սյունիքը եւ այլն, ապա այսօր այդ նույն մարդիկ իրենց իշշայից ելնելով կարող են լայքել Նիկոլ Փաշինյան, կարող են սրտիկել, կարող են, չգիտեմ, գնալ, խոնարհվել այդ մարդկանց առաջ եւ սա կոչվում է անբարոյականություն, որովհետեւ երբ դու բարոյականությունը, արժեքները, ազգայինը, հոգևորը դնում ես հարաբերականության վրա, կշեռքի նժարի վրա, որ կողմն է ավելի ծանր գնամ այդ կողմը, բացարձակ անբարոյականություն է, ինչ ուզում եք անվանեք, ուզում եք շահ, չգիտեմ, որևէ բան, դա անբարոյականություն է, երբ դու արժեքները դնում ես կշեռքի նժարի վրա, ազգային արժեքները, հոգևոր արժեքները։ Եվ այս առումով, սիրելի հայրենակիցներ, միշտ պետք է հիշել, որ հարաբերական արժեքները միշտ պարտվում են։ Միշտ աշխարհում դեռևս չի եղել այնպիսի դեպք, երբ հարաբերական արժեքները երկարատև հաղթեն։ Ցանկացած պատմության օրինակ վերցրեք։ Չարաչար պատժվել եւ ոչնչացվել են հարաբերական արժեքների հեղինակները, ազգայինը, հոգևորը, բարոյականը, ստորադասողները։ Եվ այստեղ ամբողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով։ Այո, ցավոք սրտի, ամբողջ աշխարհն է գնում հարաբերական արժեքների, ազգային հոգևոր արժեքների նկատմամբ ստորադասման ճանապարհով, ընտրում են հարաբերական արժեքները։ Հարաբերականությունը միշտ պարտվում է բացարձակին։ Երբ ունես բացարձակ արժեք,
Երբ քեզ համար մարդասիրությունը, հայրենասիրությունը, ազգայինը, բարոյականությունը, հոգևորը, Աստծո նկատմամբ հավատը եւ խոնարհումը բացարձակ են, եւ երբևէ դու չես մտածում որն է ավելի լավ։ Երբ դու չես մտածում ավելի լավ է հայ լինել, թե թուրք լինել, երբ դու չես մտածում ավելի լավ է բարոյական լինել, թե անբարոյական, երբ դու չես մտածում ավելի լավ է, չգիտեմ, Աստծուն ծառայել, թե սատանային ծառայել, երբ դու նման բաներ չես մտածում, այլ քեզ համար գոյություն ունեն բացարձակ արժեքներ։ Բացարձակ արժեքներ են Հայաստանին, հայ ազգին, հայոց պետականությանը, հայկական ինքնությանը, հայոց պատմությանը անմնացորդ ծառայելը։ Բացարձակ արժեքներ են երբեք հարցականի տակ չդնել Արցախի, Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, այսինքն Գարդմանի հայկական ծագումը եւ հայկական ինքնության մաս լինելը։ Բացարձակ արժեքներ են ցեղասպանության նկատմամբ որևէ առևտուր ցեղասպանության առումով չանելը։ Բացարձակ արժեքներ են Արարատը երբեք չուրանալը, ինչ էլ որ լինի, ինչքան էլ որ թուրքերը պահանջեն։ Բացարձակ արժեքներ են բարոյական արժեքները։ Երբ դու չես ուրանում քո բարոյականությունը, երբ դու քո ծնողի անունով արևով չես երթվում եւ հետո պարզվում է սուտ է, ոչ թե դու ամեն առիթով ասես հորս արև, մորս արև եւ հետո պարզվի, որ ընդհանրապես դու հոր արևն ու մոր արևը քեզ համար այսպես պոլիշոր է, այլ դու եզակի դեպքերում պիտի այդ բառերը երթվել բառը օգտագործես։ Երբ դու Աստծո անունը ամեն առիթով բերանդ չես առնում եւ հետո պարզվի, որ դու դա էլ ես սուտ ասել, որովհետեւ քեզ ձեռնտու է եղել։ Սրանք հարաբերական մերժելի արժեքներ են։ Եվ հիշեք, սիրելի հայրենակիցներ, կարող են այսօր ինձ եւ ինձ նման մարդկանց ծաղրել բացարձակ արժեքների անմնացորդ հետևորդ լինելու համար, բայց հիշեք, որ հարաբերականությունը մշտական երևույթ չէ։ Եվ հիշեք, որ հարաբերական արժեքների պատճառով են մարդիկ միլիոնավոր, մարդիկ մահանում, տնավեր դառնում, դժբախտանում, որովհետև հենց այդ հարաբերական արժեքների հետևանքով է ի վերջո սկիզբ առել ֆաշիզմը, եւ ֆաշիզմի հետևանքով մինչև այսօր շատ ազգեր դժբախտացել են։ Այսօր էլ է ֆաշիզմը ամբողջ աշխարհում շարունակվում եւ հասել է նաեւ Հայաստան։ Վաղը վստահ մի եղեք, որ ձեր տներ չի մտնի եւ ձեր հարազատների մահվան ու դժբախտության պատճառ չի դառնա այդ հարաբերականությունը։ Վստահ մի եղեք, որ ձեր բարոյական հարաբերականությունը, որն է լավ, բարոյական լինել, թե անբարոյական, շատ բարոյական, թե քիչ բարոյական, վստահ մի եղեք, որ դրանց հետևանքով դուք չեք դժբախտանա եւ չեք կորցնի ձեր եւ ձեր հարազատների երջանկությունը։ Բացարձակ արժեքներն են կարևոր։ Եվ հիշեք, ուղղակի հիշեք, այսօրվա ձեր հեգնական ժպիտները վաղը դառնալու են ձեր դժբախտության պատճառ։